Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի անունն եմ կանչում յուրաքանչյուրիս իրավիճակի մեջ, որտեղ նրա անունն է բարձրալը, նրա անունն է զորավորը, նա է փրկությունը, նա է լույսը, նա է կյանքը, բժշկությունը, երկնքի հացը եւ հաշտության ճանապարհը Աստծո հետ։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով խնդրում եմ, լցրու ինձ եւ ընտանիքիս բոլոր անդամներին, բոլոր լսողներին, նրանց ընտանիքի անդամներին, քո կամքի գիտությամբ, թե մեր անձնական կյանքերի համար, եւ թե քո ընդհանրական կամքի համար, քո ժողովրդի հետ կապված, թե Իսրայելի, թե քրիստոնյաների, քո կամքի հետ կապված քո եկեղեցու համար։ Թող սա փակ անհասկանալի, անհասանելի գաղտնիք չմնա մեզ համար, Տեր։ Սուրբ Հոգովը տուր մեզ իմաստություն, հասկացողություն, ըմբռնողություն, որ ոչ միայն հասկանանք մեր մտքով, այլ ընդունենք մեր սրտում ու կիրառենք ու ապրենք այդպես, որ ապրենք Տիրոջը Քրիստոսին արժանավայել կյանքով ու մեր կյանքը Քրիստոսին հաճելի լինի ու բարի պտուղ ունենանք ամեն բարի ու աստվածահաճո գործերի մեջ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք Ելք գրքին 3-րդ գլխում ենք։ Կարդանք այսօրվա հատվածը եւ մեկնաբանենք։ Մովսեսն արածեցնում էր իր աներոջ Մադիամի քուրմ Հոթորի հոտը։ Նա հոտը քշելով անապատի ետևը եկավ Աստծո լեռը, Քորեբ։ Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։ Մովսեսն ասաց. «Մի հատ գնամ տեսնեմ այս մեծ երևույթը, թե ինչու մորենին այրվելով չի սպառվում»։ Տերը տեսավ, որ նա դառնում է տեսնելու համար, եւ Աստված մորենու միջից կանչեց նրան եւ ասաց. «Մովսես, Մովսես»։ Նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։ Աստված ասաց. «Մի մոտեցիր այստեղին, հանիր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր դու կանգնած ես, սուրբ հող է»։ Նաև ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը»։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն։ Հայր Աստված, մեկնաբանությունը հանձնում եմ քեզ, իմ լեզուն եւ լսողների ականջներն ու սիրտը։ Տեր, դու ասել ես, որ քո խոսքը սերմի նման է, որ ցանվում է մեր սրտում։ Թող այս բարի սերմը, կյանքի հոգսերը, հարստության փափագը, սատանան չկարողանան ճնշել, գողանալ մեզանից։ Մեր սիրտը բերի հող դարձրու, Տեր ջան, որ քո սերմը ընկնի բերի հողի մեջ եւ մեծ պտուղ կա։ Քո թագավորությունը կա մեր սրտում եւ մեր միջոցով էլ քո թագավորությունը մենք տարածենք այս աշխարհում։ Հիսուսի անունով աղոթեցի։ Նախկին դասերը լսեք, որպեսզի ամեն բան կապակցված լինի, իսկ մենք շարունակենք։ Աստված կանչում է Մովսեսին այրվող մորենու թփի միջից։ Մովսեսը արածեցնում էր իր աներոջ Մադիամի քուրմ Հոթորի հոտը։ Նախ մի բան ասեմ, ես մի բան եմ նկատել, որ նախկին հատվածներում աներոջ անունը Ռագուել է, իսկ հիմա Հոթոր է ասում։ Ճիշտն ասած, ես չեմ քննել, ուսումնասիրել, որտեղից է այս տարբերությունը, գուցե նա երկու անուն ունի, չգիտեմ։ Այս տարբերությունը դնելով մի կողմ, հիմա անցնենք մեկնաբանությանը։ 40 տարի Մովսեսը Մադիանի անապատում ապրում էր որպես մի անհայտ հովիվ։ Այդ ժամանակ նրա կյանքը այնքան համեստ էր, որ նա նույնիսկ իր սեփական ոչխարների հոտը չուներ, այլ նա աշխատում էր իր աներոջ համար ու արածեցնում էր իր աներոջ հոտը, կներեք, իր աներոջ հոտը։
Մովսեսը հոտը քշելով անապատի ետևը եկավ Աստծու լեռը, Քորեբ։ Մովսեսը ոչխարներին բերեց այս լեռան մոտ, որը հետագայում կոչվելու է նաև Սինա լեռ։ Հորեբ հավանաբար նշանակում է անապատ կամ ամայություն, եւ անունն այս արդեն մեզ տալիս է պատկերացում տեղանքի մասին, թե որքան ամայի տեղանք էր։ Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։ Այնպես չէր, որ Մովսեսը տեսնում էր, որ այս մորենու թուփը այրվում էր ու դրա համար զարմացել էր։ Նման չոր տարածքում նման թփերը, որոնք իրենք փշային թփեր էին, հաճախ իրենց բռնկվում էին կրակով այդ շոքից ու չորությունից, ու սա անսովոր բան չէր այդ անապատում։ Բայց այդ վառվող թփի մեջ երկու բան յուրահատուկ էր ու շատ անսովոր էր։ Տիրոջ հրեշտակը հայտնվեց Մովսեսին այդ թփի միջից, ոչ թե տեսավ, այլ լսեց Տիրոջ հրեշտակին Մովսեսը։ Եվ չնայած երկրորդ անսովոր գերբնական բանը այն էր, որ չնայած թուփը այրվում էր, բայց այն չէր վառվում, չէր վերանում։ Թեև թուփը այրվում էր կրակով, այն չէր ճռճռում կրակից, ոչ մի տերև վառվելուց չէր ընկնում, ոչ մի ճյուղ չէր ընկնում։ Դրա համար ասում է այն այրվում էր, բայց չէր սպառվում։ Եթե դու մի բան դնես, վառես, այրես, կտեսնես, որ ինքը վերանում է, բայց այս թուփը չէր վերանում։ Այս այրվող, բայց չվառվող, չսպառվող թուփը ամբողջությամբ գրավել էր Մովսեսի ուշադրությունը։ Այն այնքան էր գրավել նրան, որ նա ցանկանում էր մոտենալ թփին ու ավելի մոտից նայել, ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչ էր կատարվում։ Ոմանք կարծում են, որ այրող թուփը Իսրայելի կամ ավելի ընդհանուր առմամբ Աստծո ժողովրդի խորհրդանիշն է, տառապած, բայց ոչ կործանված, քանի որ Աստված նրանց մեջ է։ Ավելին, մենք կարող ենք նաև ասել, որ այրվող թուփը Հիսուս Քրիստոսի խաչի նախապատկերն էր։ Այս թուփը նկարագրելու համար օգտագործված եբրայերեն բառը գալիս է կպչել կամ ծակել բառից, որը նշանակում է փշոտ թուփ կամ մորենի։ Մենք կարող ենք մտածել Քրիստոսի մասին խաչի վրա, որտեղ Հիսուսի գլխին փշե պսակ դրեցին, ու այն ծակում էր նրա գլուխը, նրա քունքերից արյուն էր հոսում, եւ Հիսուսը նաև դիմացավ Աստծո դատաստանի հոգևոր կրակներին, բայց չայրվեց դրանց կողմից։ Եվ ամեն անգամ, երբ մենք խոսում ենք կամ կարդում ենք այս այրվող փշե թփի մասին, մենք հիշում ենք խաչը, Քրիստոսի տանջանքները, բայց որ դրանք չկարողացան պարտության մատնել Քրիստոսին, մահվան կրակը նրան մատնության չմատնեց պարտության ու նրա փրկարար գործը հիշում ենք խաչի վրա։ Մովսեսն ասեց. «Մի գնամ ու տեսնեմ այս մեծ երևույթը, թե ինչու մորենին այրվելով չի սպառվում»։ Ինչ էլ որ Մովսեսը տեսավ, դա մի նորմալ բնական բան չէր։ Եթե մենք փորձենք ու այստեղի ունեցածը բացատրենք մեր ունեցած փորձով կամ հասկացողությամբ ու ասենք գուցե դա արևի լույսի արտացոլանքներ, որ ընկել էր մորենու կարմիր տերևների վրա, կամ ասենք գուցե մոտակայքում մի թափառող հովիվ կրակ էր վառել ու դա էր արտացոլվում, ապա մենք մեր կարճ փորձով ու խելքով իչիք ենք հայտարարում Մովսեսի 40 տարվա փորձը այդ անապատում։ Մովսեսը 40 տարի կներեք, Մովսեսը 40 տարի այդտեղ հովություն էր արել, այդտեղ ապրել էր, եւ նա շատ լավ հասկանում էր ինչ էր բնական եւ ինչը տարօրինակ ու գերբնական։ Եվ նա պարզապես տեսնում էր, որ կատարվողը մի անսովոր բան էր, ու մենք հավատում ենք նրան, ինչ Աստվածաշունչն է ասում։ Եվ մենք գիտենք, որ այս գիրքը գրվել է նաեւ Մովսեսի ձեռքով, ուրեմն հավատում ենք ականատեսի ասածին եւ ոչ թե մեր պատկերացումներին։
Տիրոջ հրեշտակը երևաց Մովսեսին մորենու միջից, կրակի բոցով։ Մեկնաբանները կարծում են, որ այս դեպքում այս հրեշտակը արարված հրեշտակ չի, այսինքն ոչ Գաբրիելն է, ոչ Միքայելը և ոչ էլ մեկ այլ հրեշտակ է, այլ ինքը Հիսուս Քրիստոսը, Եհովան, ողջ մարդկության առաջնորդը, փրկիչը, բայց եկել էր Մովսեսի մոտ որպես Աստծո պատգամաբեր։ Ինչու եմ ես Նարինես այսպես կարծում, որ սա ինքը Հիսուս Քրիստոսն է, որովհետև այլ տեղերում, օրինակ երբ հրեշտակը հայտնվեց Զաքարիային, բերելով Հովանես Մկրտչի ծննդյան լուրը, կամ երբ հայտնվեց Մարիամին հրեշտակը իր անունը ասաց, նույնը եղավ Դանիելին, այդ բոլոր դեպքերում նա ասաց, ես Գաբրիելն եմ, Գաբրիել հրեշտակն եմ, իսկ այստեղ չի ասվում։ Եվ Աստված այս այրվող թփի միջից կանչում է Մովսեսին ծառայության, կանչում է Իսրայելին ստրկությունից փրկելու։ Տերը տեսավ, որ Մովսեսը դառնում է տեսնելու համար։ Աստված չխոսեց Մովսեսի հետ, մինչև Մովսեսը իր ուշադրությունը չտվեց Աստծուն, մինչև ուշադրություն չդարձնես, մինչև ուշադրության չարժանացնես Աստծուն, Աստված քեզ հետ չի խոսելու։ Եվ հաճախ Աստծո խոսքը չի դպում մեր սրտին այնպես, ինչպես կարող է, քանի որ մենք Աստծո խոսքին ուշադրություն չենք դարձնում, մատների արանքով ենք նայում, մեր ողջ ուշադրությունը չենք տալիս։ Այրվող թուփը մի ֆենոմենալ գերբնական երևույթ էր, որը գրավեց Մովսեսի ուշադրությունը, բայց այն ոչինչ չփոխեց Մովսեսի կյանքում, մինչև Մովսեսը չլսեց Աստծո խոսքը, չընդունեց Աստծո խոսքը, որը նրան հասավ այն թփի միջից։ Կարևոր չի որտեղ ենք ու ինչ հանգամանքներում ենք, եթե մենք լսենք Աստծուն եւ ընդունենք նրա խոսքը, մեր կյանքը կփոխվի։ Եվ Աստված մորենու միջից կանչեց նրան։ Մովսեսը ոչ մեկին չտեսավ այրվող թփի մեջ, սակայն Աստված Տիրոջ հրեշտակի ներկայությամբ, Քրիստոսի ներկայությամբ այնտեղ էր ու կանչեց Մովսեսին այրող թփի միջից։ Անկասկած, սա եւս մեկ դեպք է, նորից եմ կրկնում, երբ Հիսուս Քրիստոսը մինչև իր մարմնացումը ու այս աշխարհ գալը հայտնվում է մարդկանց հին կտակարանում, որպես Տիրոջ հրեշտակ, ինչպես նա բազմիցս է արել։ Դա կարող եք կարդալ Ծննդոց 16-7-ից 13-ում, Դատավորների 2-րդ գլխի 1-ից 5-ում, Դատավորների 6-րդ գլխի 11-ից 24-ում, Դատավորների 13-ից 3-ից 22-ում, այս բոլոր տեղերում ասվում է Տիրոջ հրեշտակը, բայց չի ասվում ով է նա, հրեշտակը չի ներկայանում, եւ սա ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսն է եկողը։ Եվ մենք ասում ենք, որ սա Աստված է եկել Հիսուս Քրիստոսի անձի մեջ, որտեղ Հայր Աստծո համար ասվում է, որ ոչ ոք երբեք չի տեսել Աստծուն։ Միածին որդին Հիսուս Քրիստոսը, որ հոր ծոցում է, նա է մեզ հայտարարել Աստծո մասին, եւ որ ոչ ոք երբեք չի տեսել Հայր Աստծուն։ Կարդանք Հովանես Ավետարանի 1 գլխի 18 խոսքը. Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին որդուց, որ հոր ծոցում է, նա է մեզ նրա մասին հայտնել։ Իսկ 1 Տիմոթեոսի 6-րդ գլխի 16 խոսքն էլ ասում է, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել ու չի էլ կարող տեսնել։ Ուրեմն, երբ այստեղ ելքում ասում է Աստված խոսեց, որտեղ նախ Քրիստոսն ինքը Աստված է եւ Քրիստոսի անձի մեջ Հայր Աստված ինքն էր եկել։ Եվ սա խոսում է երրորդության մասին, որ նրանք միասին են, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Մովսես, Մովսես, կանչեց Աստված։ Աստծո առաջին խոսքերը ուղված Մովսեսին այն էր, որ Աստված կանչեց Մովսեսին անունով։ Սա ցույց է տալիս, որ չնայած Մովսեսը այժմ անհայտ, անկարևոր, մոռացված հովիվ էր անապատի խորքերում,
Աստված գիտեր, թե ով է նա, եւ Մովսեսը կարևոր էր Աստծո համար։ Նույնը մեզ է վերաբերվում։ Այն, որ դու հայտնի մեկը չես, կամ քեզ մի աննկատ ու մոռացված մարդ ես համարում, չես գտնում, որ դու ապրում ես ինչ-որ մի կարևոր տեղ, Աստված գիտի եւ քո տեղը, եւ քո անունը, եւ դու եւս կարևոր ես Աստծո համար, ու քեզ համար էլ նա ծրագիր ունի ու կանչում է քեզ։ Կարող է այնքան կարևոր ծրագիր չի, ոնց որ Մովսեսինը, բայց շատ կարևոր ծրագիր է Աստծո թագավորության համար։ Կրկնակի կանչը Մովսես, Մովսես ցույց է տալիս կարևորություն, հրատապություն, ինչպես երբ Աստված օրինակ Աբրահամին կանչեց Ծննդոց 22:11, ինչպես Սամուելին կանչեց 1 Թագավորացի 3:10, ինչպես Սիմոնին կանչեց ապագա Պետրոսին Ղուկաս 22:31, ինչպես նա դիմեց Մարթային Ղուկասի 10:41, ինչպես նա դիմեց Սողոսին մինչև Պողոս դարձնելը Գործք առաքելոցի 9:4 խոսքում։ Եվ Մովսեսը պատասխանեց ու ասաց. ահա ես այստեղ եմ։ Սա սովորեցնում է մեզ, որ մենք պիտի արձագանքենք Աստծո կանչին, պիտի ընդունենք նրա հրավերը, որ սկսվի նրա ծրագիրը մեր կյանքում։ Աստված ասաց. մի մոտեցիր այստեղին, հանիր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր դու կանգնած ես, սուրբ հող է։ Նա նաև ասաց. ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը։ Աստված Մովսեսին ասաց երկու բան անել. այդ վայրին հատուկ պատիվ ցույց տալու համար։ Ու այդ պատիվը ոչ թե նրա համար էր, որ այդ վայրը սուրբ էր, այլ որ Աստված էր այնտեղ, ու այդ վայրը Աստծո անմիջական ներկայության պատճառով սուրբ վայր էր ու պատվի էր արժանի։ Երբ որ Աստված այդտեղ չէր, այդ վայրը հասարակ հողե փշե վայր էր, բայց Աստծո ներկայությունը այն դարձնում է սուրբ։ Աստված Մովսեսին ասաց. հեռավորություն պահպանել, մի մոտեցիր այստեղին։ Աստված Մովսեսին պատվիրեց հարգանք ցուցաբերել Աստծո ներկայության նկատմամբ ու ասեց. հանիր կոշիկներդ ոտքերիցդ։ Այդ վայրը սուրբ էր դարձել Աստծո ներկայության պատճառով։ Աստված ասեց, որովհետև այն տեղը, որ դու կանգնած ես, սուրբ հող է։ Մի մոտեցիր այստեղին, բառացիորեն նշանակում է կանգ առ, ավելի մի մոտեցի։ Մովսեսը գնում էր այրվող թփին մոտիկից զննելու, ուսումնասիրելու, երբ Աստված կանգնեցրեց նրան։ Սա սուրբ վայր էր, եւ քանի որ Աստված սուրբ է, Աստծո եւ մարդու միջև միշտ հեռավորություն կլինի։ Նույնիսկ կատարելության մեջ մարդը երբեք չի հավասարվի Աստծուն, չնայած մենք կկարողանանք ավելի սերտ հաղորդակցություն ունենալ նրա հետ, քան երբևէ։ Հանիր կոշիկներդ քո ոտքերից։ Կոշիկները հանելը, իսկ այն ժամանակ մեր նման կոշիկ չէր, ավելի շատ սանդալներ էին, ցույց էր տալիս համապատասխան խոնարհություն, քանի որ ամենաաղքատներն ու ամենակարիքավորները կոշիկներ չունեին, իսկ ծառաները սովորաբար ոտաբոբիկ էին դնում։ Այսինքն Աստծո առաջ Մովսեսը ու ամեն մարդ պիտի լինի խոնարհ, ու նա Տերն է, իսկ մենք ծառաները։ Մուսուլմանները մինչև այժմ պահում են իրենց մեջետները մտնելուց նրանք կոշիկները հանում են։ Մենք չենք անում, քրիստոնյաներս։ Որովհետև եկեք այսպես մտածենք, հա, անկախ նրանից կհանես կոշիկդ որպես հարգանքի նշան, որպես սրբության նշան, բայց մենք օրենքի տակ չենք այլևս։ Կարևորը Աստված մեր սիրտն է քննում։ Դու կարող ես հանել կոշիկդ, բայց քո սիրտը Աստծո առաջ ուղիղ չլինի։ Դու քո սրտով անարգես Աստծուն։ Կարևոր չի արդեն դա։ Ուղղակի մենք այստեղ կարդում ենք սրբության նշան, բայց եթե դու մարդ ես,
որ հանում ես կոշիկներդ, երբ որ դու ծնկում ես Աստծո առաջ ծառայելու կամ երբ որ եկեղեցի ես մտնում, ես դա չեմ քննադատում, ուղղակի ասում եմ, որ մենք օրենքի տակ չենք եւ կարեւորը մեր սրտի դիրքն է։ Աստված ասում է մարդիկ իրանց բերանով իմ անունն են կանչում, բայց իրանց սրտով իմ հետ չեն։ Այսինքն Աստծո համար մեր սիրտն է կարևոր։ Ես դա եմ ուզում շեշտած լինեմ։ Եվ այդ վայրը, այդ փշոտ վայրը, որտեղ որ Աստված էր, սուրբ վայր էր, քանի որ Աստված սուրբ է, եւ Աստծո եւ մարդու միջև միշտ հեռավորություն կա։ Կոշիկներդ հանելու մասին խոսեցինք, այսինքն Աստծո առաջ Մովսեսը ու ամեն մարդ պիտի լինի խոնար, ու Աստված Տերն է, իսկ մենք ծառաները։ Այսպես նաեւ ընդունում ես Աստծո անմիջական ներկայությունը։ Շատ մշակույթներում մենք հանում ենք օրինակ մեր կոշիկները, երբ մտնում ենք մեր տուն կամ մեկ այլ մարդու տուն, եւ այժմ Մովսեսը Աստծո տուն էր եկել, այնտեղ որտեղ Աստծո ներկայությունն էր, նրա անմիջական ներկայության վայրը։ Երկրորդը հիշենք, որ այդ ժամանակ հարթ ու լավ ճանապարհներ չկային, հող, փոշի ու կեղտ էր ամենուրեք, անասունի թրիկ, եւ դրա համար նրանք իրենց ոտքերը հաճախ էին լվանում, հանում էին կոշիկները, եւ դա նման է այն կեղտին, որ գալիս է մեր կյանք մեղքով, ու մենք էլ մեղքով ենք ապականված։ Այսինքն երկու բան կար։ Առաջինը կեղտոտ կոշիկները թանի սա սուրբ վայրը, այստեղ ես եմ Աստվածս, երկրորդը դու մեղավոր մարդ ես, դու դեռ մաքրված չես։ Հանի քո կոշիկները, հանի քո կեղտը, մեղավորությունը։ Ու ինձ այդպես մի մոտեցի, որտեվ մեղավոր մարդը Աստծո ներկայության մեջ կմեռնի նրա սրբության առաջ։ Հետևաբար կոշիկ հանելը խորհրդանիշն է նաև մեղքի ճանապարհով քայլելու հետևանքով առաջացած աղտոտումները մի կողմ դնելու։ Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը։ Աստված իրեն հայտնեց Մովսեսին, հայտարարելով իր հարաբերությունների մասին Մովսեսի նախահայրերի հետ։ Սա Մովսեսին հիշեցնում էր, որ Աստված ուխտի, խոստումի Աստվածն է, եւ նրա ուխտը Իսրայելի հետ դեռևս վավեր ու կարևոր էր։ Սա ինչ որ մի նոր Աստծո հանդիպում չէր Մովսեսի հետ։ Սա նույն Աստվածն էր։ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը, որը գործ էր ունեցել Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ։ Մեզ համար էլ սա կարևոր է։ Մեզ հետ գործ չի ունենում մի ինչ որ նոր Աստված, այլ Աստված, որ էր, որ է ու գալու է։ Նույն Աստված, արարիչ Աստված, որ ուխտ կապեց Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ, Հիսուս Քրիստոսի Հայր Աստվածը, որ հիմա էլ մեր Աստվածն է։ Մովսեսին ու Աստծուն կապողը այն խոստումն էր, որ Աստված տվել էր Մովսեսի նախահայրերին։ Մովսեսի օրերում ոմանք կարող էին մտածել, որ Աստված անտեսել կամ մոռացել էր իր ուխտը Իսրայելի հետ, Իսրայելի նախահայրերի հետ, Եգիպտոսում Իսրայելի 400 տարվա ստրկության ընթացքում։ Այնուամենայնիվ, Աստված գործում էր այդ ժամանակահատվածում, պահպանելով եւ բազմացնելով Իսրայելի ազգը։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն։ Աստված Մովսեսին ասաց անել այն, ինչ պատշաճ է արարվածի համար անել իրենց արարչի առջև, հարգել եւ ճանաչել նրա սրբությունը։ Մովսեսը պատասխանեց որպես մարդ, որը գիտեր, որ ինքը ոչ միայն արարված էակ է, այլև մեղավոր էակ, եւ դրա համար նա թաքցրեց իր դեմքը։ Հիշում եք Եդեմի այգում Աստծո ասածը չանելուց հետո, երբ Ադամը ընկավ մեղքի մեջ, ինքն էլ թաքնվեց։ Մեղքը մեզ դրդում է Աստծուց թաքնվել, այն մեզ բաժանում է Աստծուց։ Մադիանի անապատում անցկացրած տարիներին Մովսեսը հավանաբար հաճախ է հիշել, թե ինչպես է սպանել մի եգիպտացու, եւ հիշում էր նաեւ իր հպարտության ու մեծամտության, ինքնահավանության մեղքը,
որ մտածում էր, որ ինքը կարող էր փրկել իսրայելցիներին իրենց տառապանքից ու ստրկությունից։ Մովսեսը կարող էր հիշել հազարավոր մեղքեր, թե իրական, թե երևակայական, բայց հիմա, երբ Աստված հայտնվեց իրեն, Մովսեսը արձագանքեց բոլորովին այլ կերպ, քան նա կարձագանքեր 40 տարի առաջ, երբ հայտնի էր, երբ ստատուս ու հարստություն ուներ, երբ մեծամիտ էր, գոռոզ ու ինքնահավան մեկն էր։ Աստված մեր կյանքում այնպես է գործում, որ մենք խոնարանանք ու որ կարողանանք Մովսեսի պես ճիշտ արձագանք տալ Աստծո կանչին ու ասենք. ահա այստեղ եմ, ու սրբությամբ ու հարգանքով ու աստվածային երկյուղով վերաբերվենք Աստծուն, այնպես, ինչպես նա արժանի է։ Նա արարիչ, մենք արարված, նա սուրբ, իսկ մենք մեղավոր, նա փրկիչ, իսկ մենք փրկության կարիք ունեցող։ Այսքանը այսօր, վաղը կշարունակենք։ Հիսուսի արյան պաշտպանությունը թող լինի ամեն մեկիս վրա։ Տեր արժանացրում ես քո զավակները լինելու։ Տեր, բացի մեր ականջները, որ քո կանչը լսենք, Տեր, եւ ասենք, ահա այստեղ եմ։ Ամեն։